Երևանի պետական համալսարանն այս տարի շահել է Erasmus+ 5 ծրագիր։ Այս մասին հայտարարեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, հավելելով նման ծրագրերը նպաստում են կրթական համակարգի բարելավմանը։ Նախորդ անգամ, երբ որ մենք նորից լիդեր ենք, օրինակ Printel ծրագրում, մոտ 800 դասախոսներ անցել են վերապատրաստում։ Եվ ամենակարևոր կետը, որ մենք ունենք, դա մարդկային կապիտալի շարունակական զարգացումն է։ Մենք տարբեր միջոցառումներ իրականացնում ենք ԵՊ-ի ներսում, երբ որ զարգացնում ենք մարդկային կապիտալը, բայց նմանատիպ ծրագրերի միջոցով դրանք ել ավելի ընդգծված են լինում։ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ծրագիրը խթանում է համալսարանի զարգացումը եւ նոր հնարավորություններ ստեղծում ուսանողների համար։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Erasmus+ ծրագիրն ուղղված է բարձրագույն կրթության ոլորտում կատարողականի առանցքային ցուցանիշների մշակմանը։ Այն իրականացվում է Երևանի պետական համալսարանի գլխավորությամբ գերմանական 2 եւ իտալական 1 բուհի հետ համատեղ։ Մինչև 2030 թվականի կրթության զարգացման պետական ծրագրում ունենք հստակ թիրախային ցուցիչներ մեր բուհերի որակի բարձրացման, բուհեր գիտություն կապի ընդլայնման եւ շատ այլ առումներով եւ կարծում եմ այս ծրագիրը դրան կնպաստի, որովհետեւ ինքը դրանից շահելու են ոչ միայն ԵՊՀ-ն կամ ծրագրում ընդգրկված մի քանի բուհերը, այլ ամբողջ համակարգը։ Փոխնախարարը հավելեց, 2023 թվականին իրականացվել է 4 Erasmus+ ծրագիր, իսկ այս տարվա համար նախատեսված ծրագրերի քանակը 8 է։ Մարտիրոսյանը վստահեցրեց, կրթության ոլորտում Հայաստանը շարունակում է երկխոսությունը Եվրամիության հետ։ Բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում եւ արհեստագործական կրթության ոլորտում եւս կան շատ այլ ծրագրեր եւ այս Erasmus-ները դրա վառ ապացույցն են, որը մեզ մոտեցնում է մեր կրթական համակարգերը եվրոպականին եւ իհարկե նպաստում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը։ Երևանի պետական համալսարանի միջազգային գործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն էլ խոսելով Հայաստանում ներառական թվային ու կանաչ ուղղվածության բարձրագույն կրթության պատշաճ կառավարման եւ որակի գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում ծրագրի մասին շեշտեց, այն նպատակ ունի բարձրացնել կրթական համակարգի որակը։ Մենք ունենք ազգային ծրագիրը, մենք փորձում ենք մեկ կողմից ուսումնասիրել եվրոպական փորձը, որը առկա է պլանավորման հետ, տվյալ դեպքում մեր հետ աշխատում են գերմանական եւ իտալական գործընկեր բուհերը, ուսումնասիրելով փորձը մենք վերապատրաստելու ենք մեր բուհերի ներկայացուցիչներին, որոնք զբաղվելու են պլանավորմամբ եւ իջացնելու են, ադապտացնելու են այս փորձը հայկական կրթական հողի վրա, իրականացնելով այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք ուղղված են լինելու այս ռազմավարական պլանավորման հետ կապված գործողությունների իրականացմանը արդեն մեր մոտ։ Նա հույս հայտնեց, որ ծրագրի ընթացքում գրանցված հաջողությունները կանդրադառնան ոչ միայն դրանում ներառված բուհերի, այլ բարձրագույն կրթական համակարգի վրա։ Սոնա Գիշյան, Հայկ Գևորգյան, Free News, Ազատ լուրեր։